Այս տղամարդը անտառում գտել է տարօրինակ ձվեր եւ դեռ չի գիտակցում, որ հիմա գտնվում է մահացու վտանգի մեջ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Եթե անտառում զբոսնելիս հանդիպեք նման ձվերի, որոնք արտաքինից սնկի են նմանվում, պետք է անմիջապես հեռանաք այդ տեղից առանց հետ նայելու։ Այսպիսի ձվեր գտած մարդիկ հաճախ մեկ լուրջ սխալ են թույլ տալիս, մտածելով, որ դրանք ինչ-որ հազվագյուտ թռչունի ձվեր են։ Հիշեք, եթե ձվերը գտնվում են շատ խիտ, իրար կպած խմբով, ապա դուք հանդիպել եք օձի բնի։ Այդ պահին ագրեսիվ օձը կարող է արդեն հետևել ձեզ եւ պատրաստվել հզոր հարձակման։ Դուք իսկապես հաջողակ կլինեք, եթե այդ ձվադրությունը պատկանի ոչ թունավոր օձի, օրինակ պիթոնի։ Բայց եթե դա թագավորական կոբրայի ձվադրություն է եւ հատկապես եթե ձվերը սկսում են բացվել, ապա իրավիճակը շատ վտանգավոր է եւ կոբրան արդեն պատրաստվում է հարձակվել։ Որպեսզի նման վտանգավոր իրավիճակների մեջ չընկնեք, օձի ձվերի պատճառով պարզապես հիշեք սա։ Թռչունի ձվերը ունեն կարծր եւ հարթ կեղև եւ սովորաբար գտնվում են առանձին, իսկ օձի ձվերը փափուկ են եւ հաճախ իրար կպած են լինում հատուկ լորձի միջոցով։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։